Հետընտրական երկուշաբթին Հանրապետության երկրորդ քաղաքում անորոշ սկսվեց։ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Օդում կախված էր հարցը։ 47443 մարդ է գնացել ընտրության 3, թեև նախորդի համեմատ այս ընտրությունների մասնակցության ցուցանիշը ավելի մեծ է, բայց 6 կուսակցությունից եւ 3 դաշինքից ոչ մեկը միանձնյա իշխանություն կազմելու 50+1-ի շեմը չհաղթահարեց։ Վերջին թվերով քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Սարիկ Մինասյանը ձայների ավելի քան 37%-ն է ստացել, Հայաստանի կոմունիստական կուսակցության տեխնացու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 21%-ը։ Ձայներով երրորդ տեղում մեր քաղաքը Դաշինքի տեխնացու ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանն է ավելի քան 15%։ Իմ հզոր համայնք կուսակցության տեխնացու Ռուբեն Մխիթարյանին բաժին է հասել ձայների մոտ 9%-ը, իսկ Մայր Հայաստան Դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանին քվեարկել են ընտրողների ավելի քան 6%-ը։ Քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը այս 4 ուժերը բացառել են նախընտրական շրջանում։ Հետընտրական առավոտյան Իմ հզոր համայնքն ու Մայր Հայաստանը հայտարարեցին պատրաստ են համագործակցել ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի տեխնացու Վարդան Ղուկասյանի հետ։ Պատրաստ եմ մեր ավականիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանի օգտին։ Չի կարելի ընդհանուր վիժեցնել ընդդիմադիր ճամբարը եւ մենք մեր խոսքի տեր մինչև վերջ լինելու ենք։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը շնորհավորեց ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին եւ տեխնացուներին, ընդգծելով, թե ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլորը հազանգերը պետք է մանրամասն քննվեն։ Ամենաշատ ձայները ստացած ուժի տեխնացուն Սարիկ Մինասյանն էլ իր հերթին Facebook-ում շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուր քվեի համար։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին։ Շարունակելու ենք Գյումրու զարգացման եւ շենացման մեր բոլոր ծրագրերը։ Խոսեց նաեւ նախկին քաղաքապետը Ղուկասյանը ասաց, սպասում են Մարտուն Գրիգորյանի արձագանքին։ Խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել, որ քաղաքապետ կդառնանք, որովհետև տեխնազներից մեկը իր խոսքը չի ասել։ Այս զարգացումների ամբողջ ընթացքում գյումրեցիները շունչը պահած սպասում էին ձայներով երրորդ տեղը զբաղեցրած մեր քաղաքը Դաշինքի քաղաքապետի տեխնացուի Մարտուն Գրիգորյանի արձագանքին։ Միանում է ընդդիմությանը փաստացի 4 ընդդիմադիր ուժով իշխանություն ձևավորելու թե ոչ։ Տեխնացուն Facebook-յան գրառում արեց, որոշման մասին դեռ չբարձրաձայնեց։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Ինչ քննարկումներ են ի վերջո կուլիսներում, կա վերջնական համաձայնություն թե ոչ, ու ով կլինի հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը, դեռ բազմանշանակ լռություն է։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։